Սրանք հակագազերն են։ Նոր է։ Այո, լրիվ ինչ տեսնում եք։ Սրանք լրիվ նոր են։ Այո, սա հայկական արտադրության է։ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է նորաստեղծ ոստիկանական գվարդիայի հանդելցանքին եւ գործիքներին, որոնցով զինված են լինելու այս նոր կազմավորման ծառայողները։ Ոստիկանության գվարդիան ստեղծվել է իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում։ Ուժային այս նոր ստորաբաժանումը գալիս է փոխարինելու ոստիկանության զորքերին։ Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, որ դեպքում եւ ինչ պայմաններում ոստիկանությունը եւ ոստիկանության գվարդիան կարող է ուժ կիրառել։ Ոստիկանության գվարդիայի ստեղծման վերաբերյալ առաջին իսկ լուրերից հետո հնչեցին կարծիքներ, որ նոր կազմավորումը չակերտավոր աշխատելու է հիմնականում ցույցերի եւ հանրահավաքների ընթացքում։ Կառավարության ներկայացուցիչները սակայն հավաստում են, որ գվարդիան նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը, ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինություն ու վերապատրաստված անձնակազմ։ Հենց այս կառույցին է վերապահվելու պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պաշտպանությունը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը եւ քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը։ Ոստիկանության ծառայողն էլ պիտի իմանա որն է ուժի կիրառման իրադրությունը, որպեսզի իր մեջ էլ ինքը պետքա բավարար չափով տիրապետի, որ իր մեջ էլ մտավախություն կամ չլինի, հարց չլինի, ինքը այս դեպքում համաձայն օրենքի է գործում, թե համաձայն օրենքի չի գործում։ Իրավապաշտպանները, սակայն, այս նոր կազմավորման աշխատանքի որակի հետ կապված այնքան էլ լավատես չեն։ Հայաստանում պարբերաբար իրավապահ համակարգում ստեղծվում են ստորաբաժանումներ, որոնք ըստ կառավարության խոստումների նոր մակարդակի են բարձրացնելու ոստիկան քաղաքացի փոխհարաբերությունները։ 10 տարի առաջվանից միշտ եղել է տրեյնինգային ծրագրեր, դրսից մասնագետներ, բանակցային ոստիկանություն, այսինքն այդ ինչ որ պետք է ոստիկանը իրան բայր խաղ հավաքների ժամանակ, դրա համար գվարդիա ստեղծելու հարց չի, այսինքն մի հատ որ դու դրեցիր ոստիկանության զորքերը չխ դարձան գվարդիա, մի երկու հատ հավելյալ տրեյնինգ արեցինք, բան ժամանակվա եղածները եթե էֆեկտ չէին տալիս, ոնց ինչից պետք է ելնենք, որ այս նորը տալու է։ Իրավապահների նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու մի տարբերակ կա։ Հետևողական լինել, որպեսզի օրինախախտ ոստիկանները պատժվեն, կարծիք են հայտնում մասնագետները։ Ոստիկանության զորքերի հրամանատար, օրինակ Հայկ Բաբայանը դառնում է գվարդիայի հրամանատար թե կամ տեղակալ, դա այն մարդը, որ մենք անցած տարի ցույց ենք տվել իրա ու ոստիկանության պետուղի հրամանով դռնակներն հետվում են ոչ մի բան չանող մարդկանց վրա։ Դա կադրերով կա, դա օբյեկտիվ հիմնավորված բան է։ Հիմա ինչն է բարեփոխում, երբ որ դու փաստացի նույն խախտումներ անող մարդկանց դնում ես վերա բրենդավորված ստորաբաժանման վրա։ Փոփոխություններից մեկով էլ ոստիկանության զորքերի սահմանների պաշտպանությանը ներգրավելու գործառույթն ալևս վերացվել է։ Գվարդիականները նման պարտականություն չեն ունենալու, ինչը եւս բացասական արձագանքի է արժանացել։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։